Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակ թերթը գրում է Օրբելի ֆորում 2025-ին ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը ՀՀ կառավարությունը։ Ժողովուրդը գրում է ինչ ունեցվածք ունի ԱԺԿ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ Ըստ թերթի Ազարյանն ունի 3 անշարժ գույք, 2 բնակարան Կոտայքի մարզի Արինջ գյուղում եւ Աբովյան քաղաքում եւ 1 հողամաս Փարաքար համայնքում։ Փաստը գրում է Փաշինյանը խոշորամասշտաբ միջոցառմամբ փորձում է առավելագույնը համախմբել վարչական ռեսուրսը։ Հրապարակի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը մարզաամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով։ Ժողովուրդ թերթը գրում է քաղաքապետարանը քննարկում է արգելել հին օպելների մուտքը մայրաքաղաք։ Հրապարակի տեղեկություններով ԱԺ նիստ հրավիրելու հրատապության պատճառը ՀՀ փանդամագրման հայտին ընթացք տալն է։ Հրապարակը գրում է շրջիկ հավատացյալներն այս կիրակի էլ կգնան Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։